Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե Քահանա Թախմազյանի հետ։ Օրհնեցեք Տեր հայր։ Աստված օրհնի ձեզ։ Տեր հայր, այսօր պիտի կայանար Գարեգին Բեի եւ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ 6 եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալուսումների առաջին նիստը, սակայն դատավորը ինքնաբացարկ է հայտնել, նիստը հետաձգվել է։ Իրականում ավելի շատ կուզենամ խոսենք նրա մասին, որ դատարանի բակում էլի հավաքվել էին ընդդիմադիր քաղաքական ուժերը, ուժեղ Հայաստան դաշինք, ավելի շատ քաղաքական հայտարարություններ հնչեցին։ Նախ ընդհանուր առմամբ հասկանանք Տեր Թադե, քաղաքական ուժերն են օգտագործում Գարեգին Բեին, իդեմս քաղաքական վահան, թե Գարեգին Բեն է օգտագործում քաղաքական ուժերին իրեն վահան հանդիսացնելով։ Ես կարծում եմ փոխադարձ է։ Մեկ մյուսին օգտակարություն է բերում, ինչով կարողանում են։ Պատժեշկա գրուպա։ Իսկ կապը, ինչքան էլ որ մենք խոսել ենք այդ կապի մասին, այնուամենայնիվ քաղաքական ուժերը չեն հրաժարվելու Գարեգին Բեին սատարելու եւ Գարեգին Բեն էլ չի հրաժարվում նրանց աջակցությունից, օգնությունից ստացվում է։ Կարծում եմ նրանք երկու թևերն են, գլուխը այլտեղ է։ Պետք է փնտրել գլուխը այլտեղ։ Տեր Թադե, իսկ այս հայտարարությունները Նարեկ Կարապետյանի այն մասին, որ ըստ էության չկա մեխանիզմ ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու, Նարեկ Կարապետյանը հայտարարում է, որ հայ ժողովուրդն է ընտրում հայոց հայրապետին եւ հեռացնելու ընթացակարգ չկա, առավել եւս չի կարող աշխարհիկ մարդը հեռացնել նրան, սահմանադրությունը պետք այդ իմաստով որևէ լուծում չի առաջարկում եւ այսպես շարունակ։ Հիմա հասկանանք Տեր Թադե, նման մեխանիզմներ կան թե չկան, հարցը իսկապես փակուղում է, թե լուծումներ կան։ Ես վստահ եմ հարցը փակուղում չէ, բազմաթիվ լուծումներ կան։ Կարևորը գիտեք այն է, որ հայ եկեղեցին պետք է վերադառնա իր մաքրամաքուր սկզբունքներին։ Եվ սա վերադարձման process է, եւ սա որոշում է ոչ թե աշխարհիկ մեկ մարդու կամ հոգևորական մեկ այլ մարդու, այլ սա որոշում է հայ ժողովրդի։ Եվ ես շնորհավորում եմ հայ ժողովրդին, որովհետև հայ ժողովուրդը ցույց տվեց այսօր, որ ինքն է տերը եւ աշխարհիկ իշխանության եւ ինքն է տերը հոգևոր իշխանության։ Եվ չկա մեկ մարդ, որ հայ ժողովրդից բարձր է։ Հայ ժողովուրդը ինքն է նշանակում, հայ ժողովուրդը ինքն է որոշում իր ընթացքը, իր ճանապարհը եւ ոչ թե անհատները։ Եվ գիտեք, ինչ վերաբերվում է կա ընթացակարգ, չկա ընթացակարգ, գիտեք, ընթացակարգ չկա կլինի, խնդիր չի, դա բարդ բան չի։ Իսկ հայ ժողովուրդը ինչպես ցույց տվեց իր այդ կամքը, ասացիք, որ հայ ժողովուրդը ցույց տվեց, որ ինքն է այդ որոշման տերը, ինչպես նկատի ունեք, որ քաղաքացիական պայմանագիրը Այո, հայ ժողովուրդը ընտրեց քաղաքացիական պայմանագրին եւ քաղաքացիական պայմանագիրը հայ ժողովրդին առաջարկում էր։ Ասում էր, եթե դուք ինձ տեսնում եք առաջնորդի դերում, մեր թիմը, մեր կուսակցությունը, ասես նաեւ մենք նախատեսում ենք եկեղեցու մաքրման process։ Եվ հայ ժողովուրդը ասեց, այո։ Եվ գիտեք, որ այսօր է ժողովուրդը ինձ հարցնում է. երբ է այդ process-ը գալու իր վերջնական տրամաբանական լուծմանը։ Այսինքն կաթողիկոսին, որ նստած է Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հանգստի ուղարկելու եւ նոր ընտրություններ կազմակերպելու եւ եկեղեցին նորից վերադարձնելու իր արժեքներին, որովհետեւ իմ անձնական կարծիքով սա արժեքների բախում է, սա անձերի բախում չէ։ Մենք անձի հետ խնդիր չունենք, նա մարդ է, մենք էլ ենք, մարդ մենք հասկանում ենք, բայց երբ որ նա հավակնում է լինել ամենայն հայոց տիտղոս, այստեղ մենք խնդիր ենք դնում իր առաջ, որ պետք է ամենայն հայոց կաթողիկոսի տիտղոսը զբաղեցնող անձը եկեղեցու օրենքներով երեխա չպետք է ունենա։ Եկեղեցու կանոնակարգով չպետք է պաշտպանի քեռակնա տենչությունը։ Արյունապղծությունը եկեղեցում սկանդալ կամ ինչպես Գևորգ Սրբազանն է ասում, այսինքն նմանատիպ որևէ հարցի լուծում նա չի տվե։ Եթե չի տվել, ուրեմն նա պետք է գնա հանգստի։ Ժամանակն է, որ նա գնա հանգստի, որովհետև հայ ժողովրդի արժեքների մեջ չկա նման բաներ։ Եթե մենք ընտրել ենք կաթողիկոս եւ նա Աստծո առաջ ուխտ է տվել, որ ինքը ծառայում է Աստծուն եւ ինքը կուսակրոն է, ինքը պետք է լինի կուսակրոն։ Եվ եթե բացահայտվում է, որ եկեղեցականը հարաբերություն է ունենում քեռու կնոջ հետ,
Սա պետք է ինքը առաջինը գնահատական տար, որպես ամենայն հայոց կաթողիկոս։ Եթե չի տվել, եթե չի շարունակվել, եթե 10 եպիսկոպոսները դուրս են եկել այս սկանդալի մասին են խոսում եւ ասում են սա մեր ընտրած ուղուն բնորոշ չէ եւ կաթողիկոսը չի լուծում այդ խնդիրները, նշանակում է ինչ։ Կարող եմ ես մտածել, որ կաթողիկոսը կողմ է նման երևույթների օրինականացմանը։ Այսինքն մենք մեր օրենսդրության մեջ եւ մեր եկեղեցական կանոնի մեջ գրենք, որ քեռեկնա տենչությունը ընդունելի է մեզ համար։ Ինչպես որ սովորական ամուսնությունը, կին ունենալը, երեխա ունենալը, գիտեք, պետք է պատասխան տալ։ Լռելը իրեն միայն վնաս բերեց, ուրիշ ոչ մի բան։ Լռելը իմաստության նշան չէ, գիտեք։ Իսկ միգուցե երբեմն ասում են համաձայնության նշան է լռելը։ Համաձայնության նշանը ես կասեմ ինքը չգիտի ինչ անի ուղղակի։ Ես կարծում եմ ինքը ուղղակի տարբերակ չունի։ Ոչ կարող է այն կողմ գնալ, ոչ այս կողմ գնալ, որտեղ այս կողմը ժողովուրդն իսկ այն կողմը չգիտեն ով է իրեն ինչ էր ասում, ինչպես են առաջնորդում։ Այսինքն ինքը չէ իր որոշումների տերը։ Ես կարծում եմ ինքը չէ։ Ինքը գլուխը չէ, ինքը կատարողն է։ Մինչև ընտրությունները Տեր-Թադե կար նման ընկալում եւ մոտեցում, որ սպասում է Գարեգին բն նաև այդ իմաստով սպասում է ընտրություններին, որովհետև գիտեք, ակնհայտ այդ մասին բարձրաձայնել է իր, այսպես ասեմ, համակրանքը քաղաքական, այս անգամ նախորդ անգամ Ռոբերտ Քոչարյանի ուժի, այս անգամ արդեն Սամվել Կարապետյանի ուժի նկատմամբ եւ այսպես հասկանալի էր, որ սպասում է ընտրություններին հասկանալու համար իր համակրելի ուժը կստանա, առավելագույն ձայներ կդառնա իշխանություն, թե ոչ։ Հիմա նախ ընդհանուր առմամբ ձեր կարծիքով պետք էր այդ ամենի մեջ շաղախվել, թե չէ, որպես ամենայն հայոց կաթողիկոս եւ արդյոք ամոթալի չէ, որ այո, այն ուժը, քաղաքական ուժը, որը իր նախընտրական ծրագրում նաեւ ամրագրել է Գարեգին Բ-ին ամենայն հայոց կաթողիկոսին հեռացնելու օրակարգը դառնում է իշխանություն, իսկ այն ուժը, որին սատարում է Գարեգին Բ-ն, որքան էլ որ բավարար չափով ձայներ է ստանում խորհրդարան անցնելու համար, բայց այնուամենայնիվ դառնում է ընդդիմություն։ Այո, անշուշտ, իհարկե, կաթողիկոսի համար մեծագույն պարտություն էր, երբ որ իր ժողովուրդը համաձայնվում է այն տեսակետի հետ, որ ինքը պետք է գնա։ Սրանից մեծ պարտություն ինչ պետք է լինի ուրիշ։ Ինչ պետք է արվի ուրիշ։ Հայ ժողովուրդը չի ուզում իրեն տեսնել հայրապետի գահին, որովհետև հայ ժողովուրդը չի տեսել իրեն իր կողքին։ Եվ հիմա չի ուզում տեսնել։ Եվ որքան էլ լուր մնաս, դա ոչինչ չի տալու, հավատացեք։ Իսկ սա կարող էր ազդակ լիներ, որ Գարեգին Բ-ն այնուամենայնիվ շատ ավելի արժանապատիվ հեռանար, այսպես ասեմ։ Այդ ընտրությունների արդյունքը իր համար չէր կարող ազդակ եւ մոտիվացիա դառնալ։ Ես կարծում եմ ինքը շանս ունի դեռևս։ Տարբերակներ կան։ Իսկապես կա ավելի արժանապատիվ կեցվածքով հեռանալու, որովհետև պատմությունը ի վերջո պետք է հիշվի, ինչ որ մի ձև ամեն մարդ հիշվում է։ Օրինակ Վազգեն առաջինը հայ ժողովրդի պատմության մեջ հիշվում է իբրև հզոր կերպար Վազգեն առաջին։ Հիմա նայեցեք բոլորը, երբ որ այս օրերի ընթացքում, երբ որ խոսում են, գիտեք ինչ, ասում են ամենայն հայոցին կաթողիկոս եւ այլն, չեն ասում անունով։ Բայց Վազգեն առաջինին ոչ մեկ չի ասում ամենայն հայոց կաթողիկոս։ Երբ որ յուրաքանչյուր ոք ամենապարզ շարքային գյուղի մարդուց ասում ես Վազգեն առաջին, ինքը ամբողջությամբ պատկերացնում է, ինչ է, ինչի մասին է, ում մասին է, ինչ ճանապարհ է։ Եվ երբ որ ասում ես Գարեգին երկրորդ, ոչինչ չի ասում, պետք է ասես ամենայն հայոց։ Այսինքն այդ ամենայն հայոց տիտղոսն է մինչև հիմա իրեն բարձրացնում։ Եվ գիտեք, յուրաքանչյուր հոգևորական, երբ որ դառնում է հոգևորական, այո, եկեղեցին այն հենարանն է, տիտղոսը այն հենարանն է, որ քեզ սկզբից պիտի բարձրացնի, բայց չի կարող ամբողջ կյանքում եկեղեցին քեզ բարձրացնել։ Դրանից հետո դու պիտի բարձրացնես այդ անունը, այդ տիտղոսը, դու պիտի վաստակես տար առ տար։ Եվ ես կարծում եմ, որ նա ցավոք սրտի չի հաջողել այդ առումով։
Եվ ինչպես եք պատկերացնում այդ ճանապարհային քարտեզը Գարեգին Բեի հեռանալու, այսինքն այս ճանապարհը այս դատական գործերն են, ինչը օրինակ եկեղեցու կողմից որակվում է ապալեգիտիմ, ասում են, որ սրա իրավունքը չունի իրականում իշխանությունը, սահմանադրական դատարանը եւ որ սահմանադրորեն ըստ էության չի կարող խառնվել եկեղեցու գործերին եւ չի կարող եկեղեցու հարցերը լուծել դատարանում։ Հիմա դուք ինչ եք կարծում, հարցը ի վերջո լուծվելու է դատարանում, չգիտեմ, այս եղանակով թե այլ ճանապարհային քարտեզ կա, դուք նաև կուզենամ իմանալ 10 եպիսկոպոսների հետ կապի մեջ եք եւ իրենք այս օրակարգի մասով ինչ լուծումներ ունեն։ Շատ մանրամասն չեմ կարող ասել ինչ լուծումներ կա, ինչ տարբերակներ կա դրված սեղանին, բայց ես կարծում եմ, որ նա պետք է պարզապես կոչվի հանգստի եւ երբ որ միտք է հնչում, չպետք է պետությունը խառնվի եկեղեցուն եւ այլ նմանատիպ թեզեր են առաջ բերում, ես մեկ անգամ եմ ասել, եկեղեցին օգտագործել է իր լծակները, պետությունը օգտագործում է իր լծակները։ Գիտեք, նույնիսկ պայքարի մեջ պետք է ազնիվ լինել։ Դու չես կարող քո լծակներն օգտագործես եւ երբ որ հերթը գալիս է մյուս կողմը իր լծակներն օգտագործի, դու անմիջապես շղարշ քաշես տիտղոսներով եւ այլ ամենայն հայոց եւ այլ գնում է դատավարություն շատ բարի։ Գիտեք, սա նոր կտակարան է։ Սա մեր Աստծո խոսքն է։ Նոր կտակարանի մեջ կա Պողոս Առաքյալ, որ գրել է բազմաթիվ թղթեր, նամակներ։ Գիտեք, նա դատապարտվել է։ Նա ինքն է նույնիսկ գնաց է այդ ճանապարհով եւ ապացուցել է իր արդարությունը։ Եվ եթե դու արդար ես, խնդիր չի, գնա արդարությունը տապաց։ Այսինքն կարող ես նաեւ դատարանի առաջ կանգնել առանց վախենալու։ Իհարկե, ինչ է, ինքը դատարանից բարձր է։ Հարց կա Հայաստանի Հանրապետությունը մեկ անձ, աշխարհում մեկ հայ, որ ինքը իրեն համարում է սահմանադրությունից վերև։ Ոչ, չկա, ամենաբարձրը սահմանադրությունն է։ Օրենքի առաջ հավասար են բոլորը։ Եվ գիտեք, հիշեցի Տեր Արամի կարգալեցությունը, երբ որ թուղթ էին գրել, հետաքրքիր գիտեք որն է, որ իրենք գրել էին, որ իրենք Տեր Արամին կարգալույց են անում եկեղեցական օրենքների համաձայն, բայց ամենավերջում ամեն դեպքում նշել էին ՀՀ օրենսդրություն, որ եթե դու մեր արածը, մեր ասածը, մեր գրած թուղթը լուրջ չընդունես, դու օրենքի առաջ ես պատասխան տալու։ Հիմա իրենք են օրենքը բերել եկեղեցու դաշտ, եւ հիմա փորձում են հակառակ process անել, ասեն օրենքը ինչ գործ ունի, եթե օրենքը գործ չունի։ Ինչու դուք կարգալեցության ժամանակ հղում արեցիք օրենքին։ Ինչու դուք ինձ դատի տվեցիք։ Ինչու, եթե օրենքը, երբ որ օրենքը պետք է ձեր կողմից ներկայանա, ուրեմն այդ ժամանակ օրենքը օրենք է, երբ որ այդ նույն օրենքը, նույն սկզբունքները անդրադառնում է ձեզ, ուրեմն այդ օրենքը չպետք է լիներ։ Ոչ։ Չկապ ունի քո տիտղոսը։ Եվ այդ տիտղոսը պետք չի օգտագործել։ Ամենայն հայոցի տիտղոսը պետք չի օգտագործել որպես շղար։ Եթե կա խնդիր, գնա լուծման, գնա, վախենում ես հալածանքից։ Վախենում ես, չեմ հասկանում։ Գնա այդ հալածանքի ճանապարհով, մի հավաքի շուրջդ մարդ, որ մարդիկ հավաքվեցին, ծափ տվեցին, չգիտեմ ինչեր ասեցին, դա շոու է ինձ համար։ Ինձ համար լուր գնալը շատ ավելի մեծ հեղինակություն կլիներ, քան շուրջը մարդ հավաքելը, շատ ավելի։ Հատկապես քաղաքական դերակատարներ։ Այո։ Ի վերջո քաղաքական դերակատարները պետք է ասեն, իրենք կողմ են, որ ՀՀ-ում օրենք գործի, թե կողմ չեն։ Իրենք սատարում են որպես падգամավորներ, սատարում են թե որպես հավատացյալներ։ Ի վերջո падգամավորի կոչումը այն է, որ ինքը նաև այդ օրենքի հովանավորը լինի, որ այդ օրենքը գործի ամեն անկյունում Հայաստանի 29000 քառակուսի կիլոմետրի վրա ամեն անկյունում գործի Հայաստանի օրենքը։ Եվ իրենք են այդ օրենքները մշակում ի վերջո։ Իրենք են օրենսդիր մարմինը։ Հիմա իրենք այդ օրենքները մշակում են, հետո գնում կանգնում ասում են ինչի է գործում օրենքը։ Սա էլ պետք է մենք հասկանանք։ Լավ, ո՞րն է խնդիրը։ Մենք պետք է հասկանանք սահմանները, մենք պետք է բարձրացնենք այդ հարցերը։ Միայն էմոցիոնալ խոսքեր ասելը չի։ Էմոցիոնալ խոսքեր ասելով օրենսդրություն չի լինում, երկիրը չի զարգանում, առաջ չի գնում, ոչինչ չի լինում։ Ես կարծում եմ, որ բոլորը, ովքեր որ այսօր կարծում են, որ դատավարություն չպետք է լիներ, իրենք ոչ մեկ չեն խոսում կաթողիկոսի
արդար լինելու մասին։ Ոչ մեկ չեմ լսել, ամեն դեպքում ես չեմ լսել նման բան, որ հստակ կերպով խոսեն, ասեն, գիտեք ինչ կա, կաթողիկոսը արդար է։ Իրենք խոսում են, որ կաթողիկոսին չպետք է տանել դատարան։ Սրանք տարբեր բաներ են։ Պետք է մտածել այս հարցերի շուրջ։ Չպետք է տանել կաթողիկոսին դատարան, որովհետև արդար է, թե ընդհանրապես չպետք է տանել դատարան, էական չի ինքը ինչ մեղք է գործել։ Հակառակ ինքը կոչված է, որպեսզի օրենքը ավելի պահի, ինքը օրինակ ծառայի ժողովրդին օրենքի տեսանկյունից նաև, բարոյական տեսանկյունից նաև, եւ այդ դեպքում այո, արդարացի կլինի, երբ որ դու գնում պաշտպանում ես։ Բայց երբ որ դու գնում ասում ես պետք չի կաթողիկոսին դատել կամ դատարան կանչել, ինչու մեր Հայաստանի դատարանները ինքն է թող գնա տեսնի։ Իսկ դատավորը ինքնաբացարկ հայտնելը արդյոք պատահական է, չեք կարծում, որ հնարավոր է լինեն դատավորներ, որոնք հրաժարվեն իսկապես այդ դատավարությունը վարելուց, որովհետև ամեն դեպքում տեսեք, այդ մեղադրանքը նաև ընդդիմության կողմից, որ ինչպես կարելի է։ Կարող են լինել դատավորներ, որ հրաժարվեն, եւ կլինեն դատավորներ, որ չեն հրաժարվի։ Ովքեր որ չեն հրաժարվի, նրանք կմտնեն պատմության մեջ իբրև մարդիկ, ովքեր որ արդարությունը եւ ժողովրդի ձայնը ավելի կարեւորեցին, քան էմոցիոնալ գնահատականները այս պահին իրենց հետ կապված։ Ես չեմ կարող ասել ինչու ինքնաբացարկ հայտնեց դատավորը, բայց ի վերջո մի օր գրվում է պատմություն։ Մի օր գրվում է պատմություն, որ մի համեստ դատավոր, որ ուներ արդարության զգացում, ինքը համարձակվեց կոտրել պատնեշ, համարձակվեց արդարության լուծման process-ին մասնակիցը դառնալ։ Եվ ովքեր կհամաձայնվեն, նրանք կգրվեն պատմության մեջ, կգրվեն եւ կհիշվեն իբրև բավականին հաջողակ եւ համարձակ մարդիկ, ովքեր էլ չէ, արդեն իրենց պատմությունը կերտեցին։ Տեր Թադե, եւ արդյոք ճիշտ էր կաթողիկոսի պահվածքը նաեւ այն իմաստով, որ ընտրություններից անմիջապես ազգային ժողովի առաջին նիստից անմիջապես հետո նույն падգամավորները ընդդիմադիր, որոնք երթման տեքստի ժամանակ ի դեպ ոտքի չկանգնեցին եւ որևէ արձագանք չտվեցին, օրենքին ենթարկվելուց էի խոսում, այդ համատեքստում եմ ասում, որևէ կերպ չհարգեցին սահմանադրությունը եւ օրենքը, բայց անմիջապես գնացին էջմիածին ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու եւ առնվազն իրենց տարածած տեքստերում խոսվում էր այն մասին, որ քննարկումներ են ունեցել Գարեգին Բեի հետ, Գարեգին Բեն իր նաև որոշակի մտահոգություններով եւ իր պատկերացումներով է կիսվել։ Այսինքն այս մարդը ըստ էության էլի իրեն ընդդիմադիր գործիչից վեր չի դասում։ Դուք ասում եք ինչով է բարձր, ով է բարձր սահմանադրությունից, հիմա ինչու է Գարեգին Բեն իրեն ոչ միայն սահմանադրությունից ցածր, այլ նաև ամենայն հայոց կաթողիկոսին հարիր այդ աստիճանից ցածրացնում անընդհատ։ Ես կարծում եմ ինքը գլուխը չէ։ Ամեն դեպքում ինքը չէ, դա իմ անձնական կարծիքն է։ Ինքը չէ որոշում կայացնողները։ Կան որոշում կայացնողներ, ինքը պարզապես իրագործող է։ Ինքը այստեղ ես տեսնում եմ իրեն ենթականց։ Նա չի որոշում։ Իսկ ընդդիմությունը խոսում է պարբերաբար, որ գտնելու է հարմար առիթ, տրիգեր, իրենց բառերով ասած, որպեսզի փողոց դուրս գան, կարող է սա դառնալ այդ առիթը, այդ տրիգերը, թե կարծում եք այնուամենայնիվ այս դեպքում էլ ժողովուրդը դուրս չի գալու եւ չի աջակցելու Գարեգին Բեին։ Էլի ցույց տալով, որ այո, իր գնալը այլ ընտրանք չունի։ Ես կարծում եմ ինքը մեծ աջակցություն չի ունենալու, ժողովուրդը իր ձայնը արդեն ասել է, եւ երկրորդ, երրորդ, չորրորդ անգամ հարցնես, նույն պատասխանը պիտի ստանաս։ Կլինեն պայքար փողոցային, թե չեն լինի, ես չեմ կարող ասել, դրանք պետք է մեկնաբանեն քաղաքական գործիչները, վերլուծաբանները, падգամավորները, ես չեմ կարող այդ մասին հստակ ինչ-որ բան ասել, ես կարող եմ ասել, որ կաթողիկոսի գահը զբաղեցրած անձը ձախողել է, իր առաքելության մեջ ձախողել է, հոգևոր առաքելության մեջ ձախողել է, քաղաքական առաքելություն, որ ինքը չուներ, միգուցե հաջողել է, չեմ կարող ասել, ես մասնագետը չեմ քաղաքական ոլորտի, բայց հոգևոր առաքելության մեջ ձախողել է։
Հիմա ինչ մթնոլորտ է Տեր Թադե ընդհանուր առմամբ գիտեմ որ քանի քահանաների հետ կարգալույծ է արվել քանի քահանաներ ձեր թեմերում ինչ վերաբերմունքի եք արժանանում շարունակում եք նույն կերպ աշխատել խոչընդոտների հանդիպում եք չեք հանդիպում այսինքն նկատի ունեմ կաթողիկոսի կողմից խոչընդոտներ հիմա ստեղծվում են ձեզ համար Կաթողիկոսը դատի էլ տվել ինձ եւ իմ կնոջը սա պետք է արձանագրենք օգտվել է օրենքի իր իրավունքից եւ տարօրինակ է որ երբ որ այդ օրենքը գործում է իրենք բողոքում են որ այդ օրենքը չպիտի գործի եւ ես կարծում եմ որ իմ ծառայությունը շարունակելով ես հստակ կերպով ցույց եմ տալիս որ հայ եկեղեցին կարիք ունի բարեփոխման արժեքների փոփոխության այն արժեքները, որոնք որ այսօր գործում են եկեղեցու մեջ, դրանք պետք է դուրս գան եկեղեցուց եւ վերադառնա ավելի արժեքահեն եկեղեցի, որովհետեւ ես հիշեցի Մովսես Խորինացին էլ չէ, անդրադարձ է ունենում արժեքների մասին եւ կարծում եմ մեր եկեղեցին այսօր կարիք ունի փոփոխությունների բարենորոգում ասեմ, բարեփոխություն ասեմ, ես եւս մեկ անգամ ուզում եմ մեր ժողովրդին հիշեցնել, որ մեր պայքարը եկեղեցու դեմ չէ ընդհանրապես։ Մեր պայքարը եկեղեցում մի քանի եկեղեցականների դեմ է, եւ այդ պայքարը նաեւ անձնական չէ, այդ պայքարը գաղափարային է, արժեքային է եւ մենք ընդունում ենք մեր եկեղեցին, մենք ծառայում ենք այդ եկեղեցին, մենք սիրում ենք այդ եկեղեցուն եւ մեր սիրտը ցավում է, մենք չենք ուզում տեսնել եկեղեցի, որտեղ որ 27 տարի հովապետ լինես եւ հովական այցելություններ չանես 27 տարի ի վերջո դա քիչ ժամանակահատված չէ 27 տարի դու եկեղեցական ժողովներ եպիսկոպոսական ազգային չգումարես 27 տարի ոչ մեկին ոչ մի հաշվետվություն հանրային հաշվետվություն չլինի չէ որ եկեղեցին դա պատկանում է ժողովրդին այդ գումարները որ գալիս են ուր են գնացել ինչ են եղել Ինչին են ծառայել։ Քանի անգամ է ինքը օրինակ այցելել Թալին։ Հարց. Ես այնտեղ եմ ծառայում։ Քանի անգամ է եկել, քանի անգամ է իր առաքելություն իրականություն դարձրել։ Որտեղ է ինքը թող ցույց տան, գիտեք, պետք է ցույց տան։ Ինքը քանի անգամ է այցելել իբրև հայրապետ հովապետական այցելություններ քանի անգամ է արել։ Ոչ թե գա միտեղ կանգնի եկեղեցին օծեն նորից թողնի գնա։ Չէ, գնացել է Թալին դպրոց եկել է, Թալինի մանկապարտեզ եկել է։ Հարց. Տեր Թադե, ամեն դեպքում ես հարց ունեմ նաև հայցի հետ կապված։ Ինչին է վերաբերում Գարգին բեի հայցը ուղված ձեր կնոջ եւ ձեր դեմ եւ նաև եթե չեմ սխալվում, դուք միակ հոգեվորականը չեք, չէ, որի դեմ հայց է ներկայացրել Գարգին։ Այո, ես միակը չեմ, նաև Տեր Արամը կա։ Պարզապես Մայրաթորի ներկայացուցիչները դատի են տվել մեզ, որպեսզի մենք Թալինում դուրս գանք այն բնակարանից, որտեղ որ բնակվում ենք ես ու կինս եւ պատկանում է եկեղեցուն։ Եվ նաև նրանք պահանջում են, որպեսզի մենք իրենց ծախսերի համար վճարենք իրենց։ Այստեղ է կաթողիկոսի հայրությունը։ Այսպիսին է հայրությունը։ Այսինքն մի կողմից կաթողիկոսը դժգոհում է, որ այսպես դատական process-ների մեջ են իրեն ներքաշել, ստիպված է դատարան գնալ, մյուս կողմից ինքը դատական հայցերով է աչուծախանդես գալիս, այսպես։ Այո։ Այո։ Ես մեկ անգամ եւս չեմ հիշում, որ եթերում, բայց ասել եմ, չէ, նույն, նայեցեք, որքան նմանություն կա մի քանի դեպքերի, նույն ժամանակահատվածում իրենք Տեր Արամին մեղադրում են, որ եկեղեցու բանալին Տեր Արամը չի տալիս, բայց այդ նույն ժամանակ, որտեղ որ ես հələ հոգեվորական եմ, իրենց ընկալմամբ դեռ իրենք կարգալույց չեն արել, բանալին փոխում են եկեղեցու։ Նայեցեք, նույն թիմն ասեմ, աշխատում է, միտեղ ուրիշ բան է անում, միտեղ ուրիշ բան է անում։ Մա չի կարա երկուսն է ճիշտ լինի։ Բացառվում է երկուսն է ճիշտ լինի։ Դրանցից մեկն է։ Իրենք պիտի որոշեն։ Իրենք պիտի որոշեն, որն է ճիշտը։ Եվ առաջնորդեն մեկ սկզբունքով։ Եվ լավ կլինի, որ առաջնորդեն քրիստոնեական սկզբունքով, աստվածահաճո գործերով։ Օրինակ, ենթադրենք, ես ուրախ կլինեի, որ հացբերողը մահացավ եւ մեծ աղմուկ էր, ես հիշում եմ, մեդիա դաշտում։ Հայոց հայրապետի որևէ խոսք, որևէ աջակցություն ինչ եղավ։ Գյումրիում ընտանիք մահացավ։
ինչ եղավ հայոց հայրապետի կողմից 23 թե 24 թվականին մեծ ուխտագնացություն եղավ դեպի Էջմիածին։ Ինչու դուրս չեկավ, այնտեղ կային բազմաթիվ ընտանիքներ, գերեվարված ծնողներ եւ այլն, արժեր կարծում եմ դուրս գալ, որ մի մխիթարական խոսք ասել։ Կարծում եմ արժեր։ Ինձ թվում է պետք է դուրս գար եւ բազմաթիվ են։ Քանի հիվանդանոց այցելեց, քանի հիվանդի կողքը նստեց, քանի ծերանոց այցելեց, քանի անգամ այցելեց իբրև հովապետ գյուղեր, համայնքներ։ Այսինքն ներսում էինք տանում սրման եւ լարման իրավիճակի։ Այո։ Ուր մնաց ակնկալել, որ ամենայն հայոց հայրապետը հանդես կգա կոչով, այսպես որ միաբան լինեն մարդիկ ժողովուրդը։ Դե ենթադրենք ինքը հայտարարում է միաբան եղեք, բայց հակառակն անում։ Իմաստը ո՞րն է։ Հիմա իր խոսքին թե իր գործին հետևենք։ Եվ ինչով է պայմանավորված, որ հայտարարությունների մակարդակում գոնե առնվազն Տեր-Թադե ավելի ակտիվ է Եզրաս Ներսիսյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը նախընտրական շրջանում այսպես քաղաքական բնույթի բուրըն հայտարարություններ էր անում։ Դրանից հետո, օրինակ հիշում եմ Գագիկ Ծառուկյանի շուրջ այդ ձերբակալությունը եւ այդ քրեական գործերը, որ հարուցվեցին, Եզրաս Ներսիսյանը հայտարարություն էր տարածել, որ իրենք հավատարիմ հայորդիների կողքին են, շարունակելու են պաշտպանել թեկուզ հերվից։ Ինչ եք կարծում, ինչով է պայմանավորված, որ այս իմաստով Եզրաս Ներսիսյանը ավելի անկաշկանդ է եւ ավելի բաց տեքստերով է խոսում, օրինակ Գագիկ Ծառուկյանին աջակցելու մասին։ Ես կարծում եմ դա անկաշկանդ լինելու մասին չէ, որ դուք ասում եք, ես երկու բան հիշեցի։ 23 թվականին կարծեմ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը հայտարարում է, որ Ադրբեջանը արել է հակաահաբեկչական գործողություն, երբ որ Արցախահայությանը տեղահանեցին։ Լավ է, որ Եզրաս եպիսկոպոսը հայրենասեր է, հայասեր է, ժողովրդասեր է։ Այդ մասին ինչ ասեց։ Որևէ ձայն հանեց։ Ներկայացուցիչը, դեսպանը, Ռուսաստանի դեսպանը Ադրբեջանում ասում է, որ դա հակաահաբեկչական գործողություն է։ Լսեցինք մենք որևէ եկեղեցականից որևէ ձայն։ Ես չեմ հիշում։ Ժողովրդի հիշողությունը ավելի լավ է, նրանք լավ կհիշեն։ Ես հիշում եմ, որ ինչ որ երկրի ինչ որ ղեկավար ներկայացուցիչ ասեց ում են պետք այդ հայերը։ Նա չասեց ում են պետք քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10-րդ անդամները։ Նա չասեց ում են պետք ընդդիմության այս անդամները։ Նա ասեց ում են պետք այդ հայերը։ Եվ մենք ունենք ամենայն հայոց, այսինքն հայերի հայր։ Կարծում եմ արժեր պատասխան տալ։ Իբրև հայերի հայր։ Արժեր։ Ի վերջո դու կրում ես այդ տիտղոսը, եւ այդ տիտղոսը մենակ քեզ արտոնություն չի տալիս։ Այդ տիտղոսը նաև քեզ պարտավորություն է ցույց տալիս, որ դու պարտավոր ես արձագանքել նման բաներին։ Ի վերջո նա վիրավորեց հայերին, ոչ թե կուսակցությանը, ոչ թե իշխանությանը, ոչ թե ընդդիմությանը, հայերին հստակ վիրավորեց։ Որևէ արձագանք լսեցինք, ես հիշում եմ, որ նա գնաց Բելարուսիա եկեղեցի օծելու։ Գիտեք, Թալինում չեկավ եկեղեցի օծելու։ Դիմացանք մի կերպ Թալինի ժողովրդով։ Սասունցիները մի կերպ դիմացան։ Ինքը մտածեց, որ թող Բելարուսում ապրող ժողովուրդը այդ ցավի միջով չանցնի, ինչպիսի ցավի միջով անցան Թալինի ժողովուրդը, որ ես չգնացի։ Դրա համար գնաց։ Ինչ եք կարծում, սա ինչ գործողություն էր։ Պետության կողքին կանգնելու գործողություն էր իր այդ երկիր գնալը հայտարարությունից հետո, թե ոչ։ Ժողովուրդը ինքը տալիս է իր գնահատական։ Ժողովուրդը գիտեք իմաստուն է, խելացի է, հասկանում է։ Այդ խելք ոյրանք ունեն, պատկերացրեք այդ ժողովուրդը ավելի շատ ունի այդ խելքից։ Այսինքն իրենք կողմնակալ են իրենց սեփական հոտի հանդեպ, ճիշտ եմ հասկանում, մարդկանց գնահատում են ոչ թե որպես սեփական հոտ, որին պիտի աջակցեն իրենց խոսքով, իրենց աղոթքով, այլ քաղաքական ինչ-որ խմբերի են բաժանում։ Իրենք չպետք է մտնեին քաղաքական դիրքորոշումներ հայտնելու։ Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի համար է կամ մասին է, ոչ թե մի մասի։ Եվ եթե դու հայտ ես ներկայացնում, որ քաղաքական դիրքորոշումներ ես հայտնում,
ժողովրդի ընտրության դեմ ես գնում, ի վերջո ժողովուրդը ընտրում է իշխանություն, եւ դու ասում ես, որ ժողովուրդը սխալ է ընտրել իշխանությունը եւ նորից ընտրում է ժողովուրդը այդ նույն իշխանության, միգուցե ինքն է սխալ։ Եվ հիշեցի Սուրբ Սահակ կաթողիկոսին, որ ասում էր մենք մեր հիվանդ ոչխարին չպետք է փոխարինենք ուրիշ առողջ գայլով։ Եվ երբ որ փոխարինման process-ը գնաց, կարծում եմ հետո իմացանք Հայաստանը բաժանվեց, առաջի բաժանումը տեղի ունեցավ այդ process-ները։ Եվ մենք դպրոցում որպես սովորական շարքային երեխաներ մենք սովորել ենք այդ պատմությունը, չէ՞։ Եվ հիմա մենք հակառակ process-ն ենք տենում։ Եվ բնական է, որ մենք պետք է արձագանքենք, որովհետև մենք այս երկրի քաղաքացիներն ենք, այս երկիրը սիրում ենք եւ մտահոգ ենք։ Նշանակություն չունի դու եկեղեցական ես թե ոչ եկեղեցական ես։ Մարդը մտահոգ է տեղի ունեցող երևույթներով։ Պատգամավորները քաղաքական, հոգևորականները կրոնական եւ պետք է փորձել հնարավորինս ազնիվ լինել ամեն ինչի մեջ։ Ազնվությունը դա արժեք է։ Ես ուզում եմ մեր եկեղեցուն վերադառնա ազնվությունը։ Ինձ համար սա արժեք է։ Եվ պետք է հայ ժողովուրդը տեսնի, որ ինքը ինչքան էլ խաբվի, որտեղ էլ խաբվի, ինքը եկեղեցուն պետք է գնա պարզապես ազնվություն տեսնելու եւ լսելու համար։ Տեր Թադե, եւ վերջում պատրաստվում եք գնալ դատարան եւ առերեսվել Գարեգին Բ-ի եւ նրա մեղադրանքի հետ։ Դա նույնպես պայքարի մի մաս է, ուզում եմ հասկանալ։ Ինձ համար խնդիր չի գնալ այնտեղ կամ չգնալ։ Վերջո ես այդ դատական process-ների մի քանի դատական process-ների միջով եմ անցնում։ Ոչ թե մեկ, այլ մի քանի։ Այդ process-ների միջով անցնում եմ եւ ինձ համար որևէ խնդիր չի։ Որևէ։ Եվ ամփոփելով մեր ամբողջ զրույցը, կարծում եք, որ այնուամենայնիվ Գարեգին Բ-ի հեռանալը այլընտրանք չունի։ Իհարկե այլընտրանք չունի։ Միայն ժամանակի հարց է։ Ժամանակի հարցը եւ այդ ժամանակը իր խոսքը կասի եւ իր գործը կանի ժամանակը։ Շնորհակալ եմ Տեր Թադե։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Թադե Քահանա Թախմազյանն էր, կհանդիպենք։